կա այս վերգուշը, հա, առավոտից ինչ չամ չի գրաֆա դրել, ինքն էլ չկա։ Դե ասել մարդիկ ինոնց խնամում են էլի, հետևում, բայց չէ ես թարլանկինս տեղ անմարդ նստած, օնիկը չգիտես Ռուսաստանների ինչերով զբաղված, ես էլ ստեղ իր երկու երեխեքին եմ տիրություն անում։ Այն մեկը առավոտից իրիկուն ես իմ որ տերանքա զվռնում, այն մյուսը էլ դիվանագիտությամբ զբաղվում։ Ահա, խնդրեմ, այնքան ուշացրեց, ամբողջ քաղաքը խցանումների մեջ է։ Հարցս տիկին Նոֆիկ։ Բարև Դավիթ։ Բանա պատահել տիկին Նոֆիկ։ Մի քիչ ղայնացած եմ, գիտես։ Չէ, ինչա պատահել։ Վերգուշներ, առավոտ զանգից թե բարի գնաք ձմեռային շորերը առնելու, ու չկա, փորավ։ Թե լավ դե տենց մանոքի պատճառով պետք է որ ձերպես առաքինի կնոջ տրամադրությունը ընկնի։ Դավիթ ջան, այս ոնց որ տրամադրությունը բարձր է, հա։ Հա, տիկին Նոֆիկ, լավ բան է պատահել։ Ոյ, այդ հաբասա, ասա հետաքրքրությունից կմեռնեմ։ Ձյանս գինի ա բերել, իրիկունը պետքա ձուկ պատրաստեի, ասեցի մի բաժակ խմենք էլի, բայց հեսա բացեմ, այդ առիթը նշենք, չնայած այդ առիթը պետքա 10 տարեկանով նշվի։ Այդ առիթը ո՞րն է, ինչ նկատի ունեք։ Ոյ, դե քո պաշտոնապես մեր ընտանիքում անդամ դառնալը։ Դե լավ էլի տիկին Նոֆիկ։ Էտորն էլ կգա, հա, լավ, ասա տեսնեմ ինչ ես ասում։ Հիշում եք այն օրը որ հեռուստատեսության մասին հոդված էի պատրաստել, ասեցի տանում եմ ղեկավարը ստուգի։ Հա ոչ չեմ հիշում այդ տղա, տիկին Նոֆիկն էլ քեզ լիքը օգնեց։ Ահա, օգնեցիք, բա ոնց։ Մի խոսքով տիկին Նոֆիկ ղեկավարս շատ հավանեց պատրաստած նյութս, ասեց մի փոքր էլ կարող եմ աշխատել վրան ու հետո առանձին հրապարակությամբ կտպագրենք։ Վայ այդ տղա, կարող է բայց զանգեմ մի հատ ձյանս գա, ամեն դեպքում։ Չէ, պետք չի տիկին Նոֆիկ։ Լավ, ուրեմն տիկին Օֆիկը մեր ընտանիքի անունից քեզ հրավիրում է այդ առիթը նշելու Դավ ջան։ Չէ, նեղություն պետք չի քաշեք տիկին Նոֆիկ, ամեր տիկին Վերգինի հետ չեք պայմանավորված կնեղվի։ Այդ վերգուշիկն է կարևոր, թե մեր պես մեր Դավիթը։ Չենք շարունակում, հեսա խցանումները մի քիչ թեթևանա դուրս են գալիս։ Գիտեք, չէ տիկին Նոֆիկ, այսօր մեր քաղաքում նենց հիանալի կառույց ունենք, որ առանց դրա չեմ պատկերացնում ոնց պետք անենք մեր օրերում։ Երևի խցանումների քանակը 10 պատիկ ավելի շատ կլինեին։ Ինչ կառույց է որ։ Ուրեմն տիկին Նոֆիկ, ուղիղ 80 տարի առաջ այսօր է, նոյեմբերի 25-ին, Երևանում տեղի է ունենում մի շատ կարևոր իրադարձություն։ Ինչ իրադարձություն է տեղի ունեցել Դավ ջան։ Տիկին Նոֆիկ, Երևանում հանդիսավոր կերպով պաշտոնապես տեղի է ունենում մի գերհզոր ճարտարապետական կառույցի բացում։ Հլը, մանրամասնին։ Տեսեք տիկին Նոֆիկ, 1936 թվականին կառուցվում է Զանգի մեծ կամուրջը, որը հետագայում կվերանվանվի Հաղթանակի կամուրջ։ 1945 թվականի նոյեմբերի 25-ին հենց այդ կամուրջի պաշտոնական բացումն է տեղի ունեցել։ Զանգի մեծ կամրջի շինարարությունը սկզբում նախատեսված է եղել ավարտել 1941 թվականի ավարտին, իսկ շահագործման հանձնվել արդեն 1942 թվականի ապրիլի 1-ին։ Ուղղակի համաշխարհային պատերազմը խախտեց պլանները։ Ոյ հոդով ջան, շատ ծանր ու վատ ժամանակաշրջան էր։ Դաժան ժամանակաշրջան տիկին Նոֆիկ։ Լավ, հա, կարևորը հաղթահարած դուրս եկան։ Հա, ու այդ առիթով շատ կառույցների անվանումներ ընտրվեցին հենց հաղթանակի հետ կապված, ինչը բացառություն չէր նաև մեր կամրջի համար, որի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը։ Կամրջի հակադարձ եզրերում ճանապարհը զարդարում են երկու փոքր հրապարակներ։ Գիտեք, կառուցման գործում նշանավոր են եղել թե հայ շինարարների, թե ռազմագերիների կատարած աշխատանքները։ Խոսակցություններ կան, որ ռազմագերիների կատարած աշխատանքը համարվել է անթերի, որովհետև գերմանացիները իրենց արժև դրված առաջադրանքները կատարել են շատ բարձր պատասխանատվությամբ։ Հաղթանակի կամուրջը այսօր համարվում է ոչ միայն տրանսպորտային հանգույց, այլև մշակութային արժեք, որը իր մեջ միավորում է պատմությունը, ճարտարապետությունը եւ Երևանի ժամանակակից տեսքը։ Ոյ, Դավ ջան, փաստորեն, որ այդ կամուրջը չլիներ, մեր քաղաքը կապողողակ չեր ունենա, հա։ Դե հա, տենց էլ կարելի է համարել։ Չհետաքրքիր է Դավ ջան։ Լավ, դե դու էլ գնա պատրաստվի, որ հեսա շուտով դուրս են գալիս։ Առայժմ տիկինով։ Լավ է։